Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր մենք այցելելու ենք Կոտայքի մարզ եւ մինչ մարզպետի հետ կխոսենք 2018-ից ի վեր Կոտայքի մարզում իրականացված աշխատանքների մասին, ես ուզում եմ այսօրվա մեր այցերի ժամանակացույցը ներկայացնել, որոնք մոտավոր են, որովհետեւ երբեմն հետաձգումներ են լինում, երբեմն ավելի շուտ ենք հասնում եւ հետեւաբար ժամը 10-ին կլինենք Մեղրաձորում, 11-ին Ծաղկաձորում, 12:15 Հրազդանում, 1:30 Չարենցավանում, 3-ին Արզնիում, 15:50 Բյուրեղավանում, 16:45 Նոր Հաճնում, 18:00 Եղվարդում, վաղը նույնպես Կոտայքի մարզում ենք լինելու եւ ժամը 20:00-ին Աբովյանում կունենանք մեծ հավաք, որտեղ է նախատեսվում Քաղաքապետարանի դիմացի հրապարակում։ Քաղաքապետարանի դիմացի հրապարակում վաղը Աբովյանում մեծ հավաքն է, իսկ այսօր այցելելու ենք իմ նշած բնակավայրերը։ Եվ անցնենք 2018-ից 26 թվականները կառավարության իրականացրած ծրագրերը համայնքների հետ նաև մասնավորապես մենք այս ընթացքում շուրջ 107 միլիարդ դրամի ներդրում ենք իրականացրել, որը մոտավորապես 290 միլիոն դոլարի կարգի գումար է եւ նաև սուբվենցիոն 42 միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, բավականին լավ եւ մեծ թիվ է, մասնավորապես Հրազդանում 5.7 միլիարդ դրամի, որոնք 44%-ը ֆինանսավորվել է կառավարության կողմից, ելի ուզում եմ ասել, որ պայմանական են տոկոսները, որովհետեւ դոտացիաներով էլ ենք մենք ֆինանսավորում եւ վերջում կասենք նաեւ թե դոտացիաները ինչքան են ավելացել Աբովյանում 7.3 միլիարդ դրամի սուբվենցիա, որի 40%-ը բյուջեից, Բյուրեղավանում 1 միլիարդ դրամի սուբվենցիա, որի 40%-ը բյուջեից, Նայիրի համայնքում 12 միլիարդ սուբվենցիա, 48%-ը պետական բյուջեից, Ծաղկաձորում 3.8 միլիարդ դրամի սուբվենցիա, 45%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Նոր Հաճնում 3.9 միլիարդ դրամի սուբվենցիա, որի 37%-ը ֆինանսավորվել է բյուջեից, Չարենցավանում 672 միլիոն դրամի սուբվենցիա, որի 67%-ը ֆինանսավորվել է պետական բյուջեից, Ակունքում 2.7 միլիարդ դրամ, 55%-ը պետական բյուջեից, Արզնիում 892 միլիոն դրամ, 42%-ը բյուջեից, Գառնիում 1.4 միլիարդ դրամ, 40%-ը բյուջեից, Ջրվեժում 2.6 միլիարդ դրամ, որից 35%-ը ֆինանսավորվել է բյուջեից։ Եթե թույլ տաք, պարոն վարչապետ, սուբվենցիաների հետ կապված, եթե մենք նայենք վիճակագրությունը մարզի կատարված աշխատանքների, ուրեմն վերջի 2-3 տարվա ընթացքում մեծ աճ գրանցվել եւ ես ցանկանում եմ խոսել նաեւ 26 թվականի ներկայացված սուբվենցիաների մասին, քանի որ 26 թվականի սուբվենցիաները գրեթե երկու համայնքի օրինակ կբերեմ, գրեթե այնքան են, ինչքան որ 5 տարվա ընթացքում արվել, օրինակ Աբովյանը 5.6 միլիարդի սուբվենցիա ներկայացրել 26 թվականին։ Ես կարծում եմ զարգացման տեմպերի եւ խոշորացումից հետո 21 թվականից հետո է սկսել այս տեմպերը բարձրանալ, օրինակ Գառնին 5 տարվա ընթացքում արել է 1.4 միլիարդի, այս տարի 26 թվականին ներկայացրել է արդեն 2.3 միլիարդի։ Եվ գրեթե բոլոր համայնքներում կրկնապատկումների մասին, այսինքն որ Գառնի դեպքում համարյա կրկնապատկվել է, այո։ Նույնը Եղվարդի դեպքում անցյալ տարի 8 միլիարդ էր, այս տարի Իսկ կարող է դա կապված նաև որ շինարարությունը տեղափոխվել է արդեն Երևանի հարակից բարձր եւ նաև դրա հետ է կապված, այո։ Շատ լավ նորություն է եւ մենք մենակ ուրախ ենք դրա համար։ Եվ հետեւաբար ճանապարհներ եւ մայթեր հոդվածով 257 կիլոմետր ճանապարհներ եւ մայթեր են կառուցվել
ջրամատակարարում եւ ջրահեռացում 206 կիլոմետր, ոռոգման համակարգեր 33 կիլոմետր, փողոցային լուսավորություն 133 կիլոմետր, 28 նախադպրոցական հաստատությունների ծրագիր է իրականացվել, նախադպրոցական հաստատությունների դեպքում հիշեցնեմ մանկապարտեզները մենք 70% ենք ֆինանսավորում պետական բյուջեից, հասարակական շենքեր, հանրային կառույցներ, հիմնականում մշակույթի տների մասին 23 մշակույթի տներ, 40 բազմաբնակարան շենքերի տանիք, վերելակներ։ Ինչ այլոց ասեմ, քանի որ մենք նաև շրջակա միջավայրի նախարարությունը ծրագիր է իրականացնում նաև էներգախնայողության շենքերի եւ մեր վիճակագրությունը էլի չի արտահայտում շենքերի հետ կապված մենք ինչ ենք անում, բայց դա լավ խնդրեմ է։ Ես նկատի ունեմ մենք շատ դժվար է ալնում մի հոդվածի մեջ տեղավորել բոլոր այն աշխատանքները, որոնք մենք արել ենք, բայց ընդհանուր այս պատկերը ընդհանուր առմամբ պատկերացում է տալիս թե ինչ է արվել եւ 9 այգիներ, պուրակներ, հանգստյան գոտիներում են աշխատանքներ իրականացվել եւ 14 միավոր մեքենա սարքավորումներ են տրամադրվել մարզերին, համայնքներին։ Ճանապարհաշինական աշխատանքները արդեն ճանապարհային դեպարտամենտի կողմից իրականացվող 18-ից 26 թվականները Կոտայքի մարզում շուրջ 282 կիլոմետր ճանապարհ է հիմնանորոգվել կամ վերանորոգվել։ Կոտայքի մարզում առավել խոշոր ծրագրերը հետևյալն են՝ Բժնի Հրազդան ավտոճանապարհ 18 կիլոմետր, նո սա դարակազմիկ ճանապարհ է, որովհետև նախ Բջնին գրեթե անանցանելի էր ինքը մինչև Բջնին փակուղի էր ըստ էության, որովհետև ասենք մի կողմից կարելի էր մտնել, նույն կողմից դուրս գալ, բայց հիմա այդ ճանապարհը նախ Բջնինը երկկողմանի դարձրել, ինչը տնտեսական առումով չի կարա աշխուժացվել է։ Եվ երկրորդն էլ մեզ համար Հայաստանի նոր հատված է բացահայտել, ընդ որում պատմական շատ գեղեցիկ եւ բնական բնաշխարհը շատ լավն է։ Հաջորդը նոր գեղի արգել ավտոճանապարհի էլի 10 կիլոմետրանոց հատվածի իրենք նույն ճանապարհն են, իրար հատվող ճանապարհներ են եւ դարձել է մեկ ամբողջ ճանապարհ։ Զովոնի Եղվարդ զորական ավտոճանապարհ 16 կիլոմետր, Երևանից դեպի Եղվարդ եւ շարունակում է մինչեւ Արագյուղ, Արագյուղից հիմա այս պահին արդեն ճանապարհային դեպարտամենտը նախագիծ է իրականացնում, որ այդ նույն ճանապարհը շարունակվի դեպի Բուժական եւ հասնի Արագածոտնի մարզ։ Վերջին անգամ այցի ժամանակ այդ մասին խոսեցինք եւ այդ նախագծային աշխատանքները արդեն իրականացվում են։ Եվ Արագյուղի ճանապարհն է շատ լավն էր եւ Արագյուղից դեպի Արգել գնացող ճանապարհը, այո։ Աշտարակ Եղվարդ ավտոճանապարհի 12.7 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, սա էլ բավական վատ վիճակով ճանապարհ է։ Քանաքեռավանդ Երևանի վարչական սահման ավտոճանապարհի 1.1 կիլոմետր հատվածի վերականգնում եւ Գառնի Գեղարդիվանք ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգում, որտեղ մենք մի մեծ խնդրեմ ունենք Սողանքային, այո, բացի Սողանքից ամբողջ ջրվեժից մինչև Գեղարդավանք իրականացվել է, Գառնիից Գեղարդ արդեն իսկ ավարտվել է, 1 տարի առաջ ավարտվել, այս պահին դեռ շարունակվում է ջրվեժից Գառնի հատվածը, 14 կիլոմետր հատվածը դեռ շինարարական փուլում է։ Նու Սողանքի հատվածն էլ խնդրեմ է, որը շատ լուրջ խնդրեմ է, որը գիտա ինժեներական շատ մեծ ուսումնասիրության կարիք ունի։ Հիմա Կոտայքի մարզում դպրոցների եւ մանկապարտեզների Անվճարպետ ճանապարհների մասով մեկ ենթադրում եմ բաց է մնացել կամ Արարատի մարզը քննարկվել է Լանջազատ Գառնի ճանապարհը, ինքը քանի որ ես Գառնիում եմ ծնվել մեծացել 90-ական թվականներից հետո գրեթե անանցանելի էր եւ սա շատ կարևոր ճանապարհ է, դրա համար անհրաժեշտ համարեցի խոսել դրա մասին, ինքը նաեւ Երևանը Բեռնաթափող ճանապարհ է,
Խորվիրապ Գառնի ուղին միացնող դոսաշրջային ուղին միացնող ճանապարհը եւ այսօր մեծ ակտիվությամբ շահագործվում է մեր բնակիչների կողմից։ Կարծեմ այդ իրականացվել է զբոսաշրջության ծրագրով։ Դրա համար եմ ասում, որ հոդվածի տակ երբեմն չի տեղավորում։ Արարատի մարզի այս փաստաթղթի քննարկման ժամանակ այնտեղ առանձին տող կար զբոսաշրջային ծրագրով, այնտեղ ներառված է դրանից, այստեղ չկա, բայց իհարկե գեղատեսիլ ճանապարհ է։ Շատ գեղատեսիլ ճանապարհ։ Իմիջիայլոց եւ Բջնինը եւ այդ ճանապարհը եւ բազմաթիվ էլի ճանապարհներ Հայաստանը բացահայտող ճանապարհներ են, որովհետեւ բնապատկերներ կան, որոնք շատ անսովոր են մեզ համար, այսինքն հիմնական մայրօգիներից դուրս, որ դուրս ես գալիս, լրիվ ուրիշ Հայաստան է բացվում ու Հայաստանի բազմազանությունը բնաշխարհի առավել ընդգծվում է։ Այդ հատվածին հատկապես տարբերվող է իր բնապատկերներով։ Այո։ Հիմա 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով իրականացվել է 24 դպրոցի կառուցում եւ վերանորոգում, այդ թվում 23 դպրոց, 1 կրթահամալիր, 40 մանկապարտեզի եւ նախակրթարանի ծրագիր, այդ թվում 29 մանկապարտեզ եւ շինարարական աշխատանքները ավարտված են 9 դպրոցներում եւ 22 մանկապարտեզներում։ Ըստ համայնքների բաշխվածության հետեւյալն է պատկերը, Կամարիսի միջնակարգ Աբովյան խոշորացված համայնքում Կամարիսի միջնակարգ դպրոցը, որ կառուցման ընթացքի մեջ է։ Եթե կարելի է Կամարիսի դպրոցի հետ կապված մեկ մեկնաբանություն անեմ, Կամարիսի դպրոցը երկար տարիներ համարվել է վթարային եւ արդեն իսկ վտանգավոր է այդտեղ դասապրոցեսներ կազմակերպելը եւ ինչ շնորհիվ 300 դպրոց ծրագրի կառավարության այսօր մենք Կամարիսում ունենալու ենք շատ լավ դպրոց։ Այս տարի մինչև տարվա վերջ կավա 27 թվական։ 27 թվական։ Ինքը Կամարիսինը փաստորեն հաջորդ 300-ի մեջ է դե յուրե մտել։ Դե յուրե։ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը, որը կառուցված է եւ մեր գլուխգործոցներից մեկն է։ Ես Աբովյանի դպրոցում էր, որ առաջին անգամ այդ միտքը սկսեց ձևավորվել, որ Հայաստանի պատմության մեջ այդ որակի դպրոցներ երբեք չեն եղել եւ հիմա կա։ Իհարկե Աբովյանի դպրոցը ինքը այդ նախագծի դպրոցներ մենք էլի տարբեր տեղեր ունենք, արդեն ունենք եւ կունենանք։ Կաթնախբյուրի դպրոցը կառուցված է, այցելել եմ ես Կաթնախբյուրի դպրոց, Վելիզրոյից դպրոցը կառուցվել, Մայակովսկի դպրոցը կառուցվում է եւ Առինջի դպրոցը վերանորոգվում է։ Հիշեցնեմ, խոսքը Աբովյան խոշորացված համայնքի մասին է։ Մանկապարտեզներ։ Պտղնի մանկապարտեզը վերակառուցման ընթացքի մեջ է, Աբովյանի մանկապարտեզը վերակառուցման ընթացքի մեջ է։ Երկուսն էլ այս տարի ավարտելու ենք։ Հարամուսի մեր պրոբլեմատիկ մանկապարտեզը, որ 19 թվից կառուցվում է։ Այո, պարոն վարչապետ, մենք այդտեղ քերական գործ ունենք հարուցված եւ երկար ժամանակ չէինք կարողանում շինարարական աշխատանքներ կատարել, քանի որ այլ մրցույթ հայտարարել, քանի որ քննչական գործողություններ են իրականացվում։ Հիմա մենք թույլտվություն ունենք արդեն քննչական կոմիտեից եւ շուտով նոր մրցույթ կհայտարարվի եւ այս տարվա մինչեւ վերջ կավարտենք շինարարական կազմակերպությունները երբեմն միտեղ են հասցնում, որից շատ դժվար է դուրս գալ։ Երեք Գյումրիում չանդրադարձա, բայց մոտավորապես նույն իրավիճակը ունեինք Արտուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում, բայց այնտեղ արդեն նոր շինարարը կա եւ արդեն մտել է շինհրապարակ։ Արամուսում շատ ցավալի պատմություն է, բայց կավարտին կհասցնենք անպայման այս տարի շահագործման կան։ Այս տարի կան։ Այո, այս տարի կհասցնենք։ Բալահովիտի մանկապարտեզը կառուցված է։ Այո, այցելել ենք։ Եվ նախակրթարանները Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցում, Առնջի միջնակարգ դպրոցում եւ Կաթնախբյուրի հիմնական դպրոցում, էլի, բայց Առնջի միջնակարգ դպրոցում նախակրթարանը գործում է արդեն։ Այո, գործում է։ Շատ լավ։ Ու ինքը պատրաստ է, հիմա վերանորոգման փուլում է նախակրթարանը, բայց Առնջում նաեւ մանկապարտեզի աշխատանքներ կա իրականացվող համայնքային իրականացվում։
Ակունք համայնքում 2 դպրոց, 3 մանկապարտեզ, 1 նախակրթարանի ծրագիր է, մասնավորապես Զար բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցման ընթացքի մեջ է, Կոտայք եւ Նոր գյուղ բնակավայրերի միջնակարգ դպրոցը, այսինքն մի դպրոց ունեն ընդհանուր։ Այս պահին երկուսն է, բայց քանի որ տվյալ բնակավայրերը շատ մոտ են իրար եւ երկուսի համար հիմա այս պահին 1 դպրոց է կառուցվում։ Եվ մանկապարտեզների ծրագիր Զառում նաև մանկապարտեզ, փաստորեն Զառում համ դպրոց է կառուցում եւ մանկապարտեզ, Կապուտանում էլի կառուցման ընթացքի մեջ է, Նոր գյուղում կառուցված է մանկապարտեզը։ Այցելել ենք բավականին գեղեցիկ մանկապարտեզ։ Նախակրթարանը Հատիսի միջնակարգ դպրոցում վերանորոգված է եւ գործում է, Հատիսի միջնակարգ դպրոցը վերանորոգված է։ Արզնի համայնքում Արզնի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, մի դպրոց կա Արզնի եւ մանկապարտեզը Բյուրեղավանի վերանորոգման ընթացքի մեջ է, բավականին մեծ 120 սանի կարողությամբ մանկապարտեզը։ Գառնիում 3 դպրոց, 2 մանկապարտեզ, 2 նախակրթար։ Ուրեմն Գեղադիրի միջնակարգ դպրոցը կառուցվում է, Գողթի միջնակարգ դպրոցը կառուցվում է, Գառնի թիվ 2 դպրոցը վերանորոգված է եւ գործում է արդեն։ Մանկապարտեզների մասով Գառնիում մանկապարտեզը վերանորոգվում է, Գողթի մանկապարտեզը վերանորոգվում է, վերանորոգված է, ավարտված է արդեն շահագործվում է։ Շահագործվում է արդեն։ Հացավանի միջնակարգ դպրոցի նախակրթարանը դպրոցի հետ վերանորոգվում է եւ Գեղարդի միջնակարգ դպրոցի նախակրթարանը նորոգվում է։ Երկուսն էլ արդեն պատրաստ են, այո, եւ Գեղարդինը եւ Հացավանինը։ Ծաղկաձորում կառուցվում։ Ես Գեղադիրի մասով մեկ դիտարկում անեմ, պարոն վարչապետ, ինչպես գիտեք, Ողջաբերդը Գեղադիրի հարակից հարևան բնակավայրն է եւ շատ մոտ են իրար։ Այս պահին սողանքի պատճառով Ողջաբերդի դպրոցը տնական պայմաններում են այցելում երեխաները դպրոց եւ Գեղադիրի ավարտելուց հետո Ողջաբերդը հնարավորություն ունենալու այցելել արդեն Գեղադիրի միջնակարգ դպրոց։ Իսկ այս տարիքը հասցնենք ավարտեն 27-ին ենթադրում։ Շատ լավ։ Ծաղկաձոր համայնքում կառուցվում է 1 կրթահամալիր, 2 դպրոց, 1 մանկապարտեզ եւ 1 նախակրթարանի ծրագիր է իրականացվում։ Արտավազ բնակավայրում կրթահամալիր է կառուցվում, որ ընթացքի մեջ է։ Ծաղկաձորի միջնակարգ դպրոցը նորոգման ընթացքի մեջ է։ Մեղրաձորի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է եւ մանկապարտեզներով Աղավնաձորում Ծաղկաձոր խոշորացված համայնքի վերանորոգվում է մանկապարտեզը եւ Մարմարիկում վերակառուցված նախակրթարան ունենք, որը գործում է արդեն։ Հրազդանում 5 դպրոց, 7 մանկապարտեզ, 1 նախակրթարան։ Հրազդանի թիվ 2 դպրոցը կառուցված է, գործում է, այցելել եմ։ Էլի Հոյակերտ դպրոցը, Ջրառատի միջնակարգ դպրոցը կառուցված է, գործում է, ես այցելել եմ էլի այդտեղ։ Լեռնանիստի դպրոցը կառուցման ընթացքի մեջ է, Քաղցի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է, այցելել եմ, չէ՞։ Այցելել ենք, վերջի այցի ժամանակ։ Դպրոցի Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցը վերանորոգված է, Հրազդանի մանկապարտեզների մասով։ Հրազդանի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է։ Հրազդանի մոդուլային տիպի մանկապարտեզը կառուցված է։ Այդտեղ ենք այցելել, պարոն վարչապետ։ Հրազդանի թիվ 13 մանկապարտեզը վերանորոգման ընթացքի մեջ է, Հրազդանի թիվ 6 մանկապարտեզը վերանորոգված է եւ գործում է։ Հրազդանի թիվ 8 մանկապարտեզը վերանորոգված է, գործում է։ Հրազդանի թիվ 4 մանկապարտեզը վերանորոգված է, գործում է։ Հրազդանի թիվ 11 մանկապարտեզը վերանորոգված է, գործում է եւ Ջրառատի միջնակարգ դպրոցում նախակրթարան է գործում։ Նայիրի համայնքում 1 դպրոցի եւ 4 մանկապարտեզի ծրագիր ենք իրականացնում, Արագյուղում կառուցման ընթացքի մեջ է դպրոցը։
եւ Նայիրի համայնքում մանկապարտեզ նախակրթարանների ծրագիրը Արագյուղում մանկապարտեզը վերանորոգված է, Բուժականում վերանորոգված է, Զովունիում վերանորոգված է, Պրոշյանի մանկապարտեզը վերանորոգված է։ Նոր Հաճնում իրականացնում են 2 դպրոցի ծրագիր։ Արգելի դպրոցն է կառուցվում, Մրգաշենի դպրոցն է վերանորոգված է, Նոր Հաճն համայնքի մանկապարտեզ եւ Մրգաշենի մանկապարտեզը եւ դպրոցը վերանորոգված է, մանկապարտեզը վերանորոգման փուլում է։ Այո, Մրգաշենում փաստորեն եւ մանկապարտեզի եւ դպրոցի ծրագիր, մանկապարտեզի նորոգում ընթացքի մեջ է, Արգելի մանկապարտեզը նորոգված է, Գետամեջի միջնակարգ դպրոցում գործում է նախակրթարան, որը վերանորոգված է եւ Քարաշամբի միջնակարգ դպրոցում վերանորոգման ընթացքի մեջ է։ Չարենցավանում 1 դպրոցի 3 մանկապարտեզի ծրագիր են իրականացնում։ Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է։ Մանկապարտեզների մասով Ֆանտանում կառուցվում է 0-ից մանկապարտեզ, Չարենցավանում նորոգվում է Ծիծեռնակ մանկապարտեզը եւ Լուսաբաց մանկապարտեզը։ Վերջի 2 մանկապարտեզներն էլ այս տարի կավարտենք եւ կշահագործվեն։ Ջրվեժում 1 դպրոց, 2 մանկապարտեզ, Ձորախբյուրի միջնակարգ դպրոցը վերանորոգված է։ Այո։ Ջրվեժի մանկապարտեզը Զովք բնակավայրում վերանորոգված է եւ Ջրվեժի մանկապարտեզը կառուցված է եւ այնտեղ էլ այցելել եմ նախորդ տարի էր։ Հիմա անցնենք առողջապահական հիմնարկներին։ Եղվարդում Նայիրի բժշկական կենտրոնի վերակառուցում է տեղի ունենում։ 0-ից կառուցվում է։ 0-ից կառուցվում է, այո։ Երբ կավարտվի։ Պարոն վարչապետ, ինքը նախատեսված էր 26 թվականին ավարտը, բայց այդտեղ նույնպես շինարարի հետ կապված խնդիրներ առաջացել, քաղաքաշինության կոմիտեն դադարեցրել այդ պայմանագիրը եւ նոր մրցույթը հայտարարելու նոր 27 թվականի առաջի կեսին կավարտվի։ Չարենցավանում բժշկական կենտրոնը վերակառուցված է եւ շահագործվում։ Մասնաշենքա կառուցվել եւ շահագործվում։ Եվ Ջրվեժում ամբուլատորիայի կառուցում հուլիսին կավարտվի։ Զորախբյուրում, այո, հուլիսին կավարտվի։ Կոտայքի մարզում նաեւ 175 միլիոն դրամի տարբեր հրատապ ծրագրեր են իրականացվել եւ հիմա անցնենք ռոռոկման եւ ջրամատակարարման։ Ես բժշկական հիմնարկների մասով ասեմ, որ նաեւ Նոր Հաճնի պոլիկլինիկան այս պահին վերանորոգման փուլում եւ պատրաստ 27 թվականին կավարտեն։ Շատ լավ։ Ուրեմն 18-ից 26 թվականները Կոտայքի մարզում իրականացվել է 4.7 միլիարդ դրամի ջրամատակարարման եւ ռոռոկման եւ ջրահեռացման աշխատանքներ, 64 կիլոմետր ռոռոկման համակարգ է կառուցվել, սա ենթադրում եմ բացի սուբվենցիան, հա, տեսնում։ Այո, հրատապների մասին է խոսքը, սուբվենցիայից դուրս։ Սուբվենցիայից դուրս 52 կիլոմետր ջրամատակարարման համակարգ է կառուցվել եւ 76 ջրաչափական դիտակետեր եւ սարքավորումներ են տեղադրվել։ Մասնավորապես Հրազդան համայնքում 1.5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ռոռոկման ներտնտեսային ցանց է հիմնանորոգվել եւ նաեւ 5 կիլոմետր ջրամատակարարման համակարգ է նորոգվել։ Բայց ոնց որ դա սուբվենցիաների մասին է, սուբվենցիաներն են մեջ։ Գառնի համայնքում ռոռոկման գծով ծախսը իրականացվել է 300 միլիոն դրամի ծախս, հիմնանորոգվել է 10 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ռոռոկման ներտնտեսային ցանց։ Աբովյանում
4.2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց, այսինքն սա մասնավոր տների համար է ոռոգման ցանց։ Եվ ՊՏՂ-նիում հիմնանորոգվել է 2 ջրհանկայան, Արամուս համայնքի ոռոգման ցանցն է նորոգվել եւ տեղադրվել է Քանաքեռի նոր ջրի նոր պոմպեր տեղադրել, պոմպական է տեղադրվել։ Նայերի համայնքում իրականացվել է 221 միլիոն դրամի ծրագիր, 5.9 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց է կառուցվել, նաև հիմնանորոգվել է Քասախի բաժանարարը ջրի, Տնամերձերի բաժանարարը, Սարալանջ համայնքի ներտնտեսային ցանցերը, Քասախ համայնքի տնամերձերի բաժանարարը, Պրոշյան համայնքի տնամերձերի բաժանարարը։ Ակումբ համայնքում ոռոգման գծով կատարված ծախսը 86 միլիոն դրամ, հիմնանորոգվել է 2.4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց։ Նոր Հաճն համայնքում 476 միլիոն դրամի ներդրում, որից ոռոգման գծով իրականացվել է 4.1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ներտնտեսային ցանցի հիմնանորոգում եւ նաեւ Մրգաշեն համայնքի ներտնտեսային ցանցն է հիմնանորոգվել, Նոր Գեղի պոմպակայանը, նորոգվել են Նոր Գեղի եւ Արկելի ներտնտեսային համակարգերը։ Սա ոռոգման մասին է խոսքը։ Նոր Հաճն համայնքի տարածքում իրականացվել է Արզնի 2 Երևան խմելու ջրի 710 գծամետր հատվածի Հրազդան գետի ձախ սոխանկային հատվածից տեղափոխում, 400 գծամետր 3 մետր բարձրության Գաբիոնից պաշտպանիչ շերտի կառուցում, որը 336 միլիոն դրամով ամբողջությամբ ֆինանսավորվել է պետական բյուջեի կողմից։ Ջրվեժ համայնքում ոռոգման գծով հետևյալ աշխատանքներ իրականացվել 4.8 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցը հիմնանորոգվել է եւ նորոգվել է Զովքի համար 2 խորքային հորը, հիմնանորոգվել է Ջրվեժի խորքային հորի եւ Զորախույր համայնքի ոռոգման ցանցը։ Չարենցավանում 49 կիլոմետր ջրամատակարարման եւ ոռոգման համակարգի նորոգում է տեղի ունեցել, Ծաղկաձորում Մարմարիկի ջրամբարի ջրծից ջրմարիչ հանգույցը նորոգվել է։ Վիոլա ջուր ՓԲ կողմից արդեն պետական ծրագրերով իրականացված Վիոլան եւ Մարմարիկն նույնպես։ Կոտայքի մարզում Վիոլա ջրի կողմից ծրագրի շրջանակներում 2.2 միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվել 12 ենթածրագրի, այդ թվում կառուցվել է 2 ինքնահոս ոռոգման համակարգեր 14 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում, վերակառուցում 51.7 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, անհատական տների 2215 միացումով վերականգնվել են մար եւ միշտ տնտեսային ջրանցքների 13.5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ վթարային հատվածները ավելի քան 1.6 միլիարդ դրամ արժեքով։ Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված աշխատանքներն են իրականացվել։ Ահա սրանք են ջրամատակարարման աշխատանքները, իհարկե ասել եմ նաև, որ առաջիկա 5 տարիներին ջրամատակարարման խնդիրները լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ։ Հիմա նաև տուրիզմի գծով ինչ աշխատանքներ են իրականացվել։ Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանից դեպի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհի վերականգնում։ Սա այդ նույն ճանապարհն է, թե սա ուրիշ ճանապարհ։ Նույն ճանապարհն է, երկու կողմը։ Չէ, սա ուրիշ է, արդեն սա հենց Գառնի ձորի մեջի ճանապարհի մասին է։ Ես ընդեղ եղել եմ, քարերի սիմֆոնիա, որ գրանիտով սալարկված է, շատ լավ։ Այնտեղ տուրիստների հոստ կա, չէ՞։ Բավականին մեծ, վարչապետ ասեմ, որ
հենց համայնքային հողակին էլ պատկանում է եւ այդ ամբողջ գումարը համայնքային բյուջեի է գնում, մոտավորապես գրեթե հասնում է արդեն տարեկան 100 միլիոնի տոմսերի վաճառքը։ Շատ լավ։ Երևան Լանջազատ Գառնի տանող ճանապարհի վերականգնում է այդ ճանապարհը, որը նշված է։ Արդեն խոսեցինք այդ ճանապարհի մասին։ Գառնի Քարի սիմֆոնիա բնական հուշարձան տանող ճանապարհի վերականգնում 650 միլիոն դրամով 1 կիլոմետր ճանապարհի կառուցման աշխատանքները իրականացված են գյուղի մեջ իջնող ճանապարհի որտեղ ժամանակ շատ վատ վիճակում է, անցյալը Գառնի տաճարի մերձակա տարածքի բարեկարգում 543 միլիոն դրամի ուղեգծեր են ստեղծվել կայանատեղի ավտոմեքենաների համար, բարեկարգվել են մայթերը եւ նաեւ առևտրային հատվածներն են այս ծրագրի շրջանում վերանորոգվեց եւ հանձնվեց շահագործողների մեր բնակիչներին։ Նաեւ Կոտայքի մարզում վերանորոգված կամ վերանորոգվող հուշարձանների մասին ունենք համառոտ տեղեկատվություն, իրականացվել է 8 հուշարձանների վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում Չարենցավան համայնքի ճանապարհաշինարարների արձանի վերականգնում եւ տարածքի բարեկարգում ներառյալ լուսավորում։ Ուզում եմ, չգիտեմ, հիշում են մեր քաղաքացիները, թե Չարենցավանի ճանապարհի արձանը 2018 թվականին ինչ վիճակում էր։ Այսինքն մի քանի գոյություն չուներ, 1-2 մետաղի կտոր էր մնացել։ Մի անգամ վերականգնեցինք, հետո ընդեղից էլի գողություն եղավ, հետո միջոցներ ձեռնարկեցինք, շատ լավ արձան է եւ նաեւ հիմա լուսավորությունը նորմալ է եղում, ես մի անգամ այնտեղից եթեր արևային պանելների միջոցով է լուսավորությունը լուսավոր է, այսինքն կուտակիչներ են դրած, մի քիչ եղանակից է կախված, ինչքան կլիցքավորվի։ Հիմա հաստատ կլուսավորվի, որովհետեւ արև է շատ։ Վյուրեղավան համանքի արձագանք արձանի վերականգնում եւ տարածքի բարեկարգում արձագանքի հետ կապված էլ արձագանքը տենց արձագանքի շուրջը մեծ աղբանոց էր ձևավորվել։ Իհարկե հույս ունեմ հիմա համայնքը նաեւ մշտապես ոչ միայն համայնքը, նաեւ ինքը գտնվում է ճանապարհային դեպարտամենտի սպասարկման գոտում եւ համայնքը եւ բայց մենք պրոբլեմ ունենք, տենց է չկարեցանք լուծենք։ Այդ կողքի մասնավոր հատվածը կողքը մասնավոր դեռ մնացել է։ Չենք կարեցել պայմանավորվենք, որ ներդրում անի կարգի բեր այդ տարածքը։ Մի քանի անգամ հորդորել ենք, որ անի, այժմ այդպես մնում է։ Ուրիշ միջոցներ պետք է ձեռնարկենք, որովհետև հուշարձանի կողքը լավ սեփականաշնորհել են, հələ այդ հասկացանք, ասենք մի հատ պատ է քաշած, ընդ որում շատ անհրապույր պատ ու վերջ։ Դա պետքա լուծում գտնենք, այսինքն ինչքան կարանք խնդրենք համոզենք, արդեն պետքա այլ միջոցներ ձեռնարկենք, որովհետև տարածքը ինքը մեծ պոտենցիալ ունի ներդրումային, որովհետև այդ արձանի մոտ ես տեսնում անդադ մարդիկ են կանգնած, եւ նա ով կարա այդտեղ ծառայություն, ընդ որում գաղափարը նաեւ նրան է, բանի ճանապարհաշինարարների հատվածում է, որ Իրանից տրամաբանական հեռավորության վրա ներդրումային ծրագիրը լինի, որ նաև հուշարձանի խնամքի, մաքրման եւ այլնի աշխատանքների վերաբերյալ մասնավորն էլ պատասխանատվություն ստանձնի։ Բջնի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնում, շատ ենք խոսել, որովհետեւ երբ որ ես այցելեցի եւ տեսա, որ պատը տենց փլուզման եզրիներ վերականգնվեց։ Բջնի Ամրոս պատմամշակութային արգելոցի տարածքի լուսավորության անցկացման աշխատանքներ, էլի ես այդ մութ ժամանակ չեմ տեսել, մենակ վիդեոներով եմ տեսել, բայց Բջնի ընդհանրապես չէր երևում մութ ժամանակ։ Դե այնտեղ ծառերի խնդիր կար եւ այլն, այն օրը գնացինք հարևան այնտեղ բնակվող բնակչի հետ էլ խոսեցինք, բայց ինչ որ համաձայնության։ Ես կարծում եմ կգանք համաձայնության եւ կբերենք պատասխան։ Այսինքն իրանք էլ չնեղվեն, բայց նաեւ հուշարձանը պետքա հնարավորինս լավ մատուցվի, որովհետեւ դա շատ մեծ պոտենցիալ է, այսինքն համայնքի բարեկեցության մի շատ կարեւոր անկյունակար է։ Ну պարզավոր։ Եվ վերանորոգումից հետո կրկնակի երակի անգամ աշխուժացել է այցը։ Եվ ճանապարհն ենք ճանապարհն է նաև ցույց ենք տվել
Եվ իհարկե մոդուլային սպասարկման կենտրոն, էս էլ է, սպասարկման կենտրոնները ինչ են անում, ինչ գործառույթ են։ Հիմնականում մաքրությամբ են զբաղվում, տոմսերի վաճառքով են այցելուների կոնսուլտացիա, խորհրդատվություն տալով։ Եվ իրականացվել է 2 հուշարձանների նորոգման, ամրակայման եւ մասնակի վերականգնման աշխատանքներ եւ լուսավորության ապահովման աշխատանքներ այդ թվում։ Պտղնու տաճարի նորոգում, ամրակայում եւ մասնակի վերականգնում ավարտել 2028 թվականին, Կամարիս համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու նորոգում եւ տարածքի բարեկարգում։ Հուշարձանների դեպքում ուզում եմ հետեւյալի վրա ուշադրություն հրավիրեմ, որովհետեւ երբ որ մենք ասում ենք հուշարձանի վերականգնում, միշտ չի որ հուշարձան ինքը ամբողջական տեսքով վերականգնում է, որովհետեւ երբեմն կոնսերվացումը, երբեմն այդ իրավիճակի պահպանումն է խնդիրը, որովհետև նաև ոչ գիտահենք վերականգնումը կարա վնասի, այսինքն ոչինչ կարանք ոչնչացնենք մենք հուշարձանը։ Դրա համար շատ դեպքերում, երբ որ հստակ նախագիծը պարզ չի, թե ոնց է եղել հուշարձանի նախնական տեսքը, պարզապես եղած վիճակը ամրացվում է եւ որքայումից փրկելու համար, որովհետեւ շատ դեպքեր կա, որ մենք գրում ենք վերականգնում, բայց ասենք պատերի մի մասը քանդված է, չկա։ Մարդիկ կարան գնան տենան, ասեն կառավարությունը վարչապետն ասում է վերականգնված է, բայց պատերի կեսը չկա, այսինքն սա էս դեպքն է։ Եվ ուզում եմ ամփոփել Կոտայքի մարզի դոտացիաների հաշվարկով, Կոտայքի մարզում 2018 թվին դոտացիաները եղել են 4.1 միլիարդ դրամ, 2026 թվականի բյուջեով 13 միլիարդ դրամ, այսինքն 2.5 անգամ դոտացիաները աճել են, սա ըստ էության ուղիղ ֆինանսական օգնություն է համայնքներին եւ պարոն վարչապետ, ստեղ մի ուրախալի էլ ես համայնքների մասով ասեմ, մեր առաջին անգամն է, որ համայնքների սեփական եկամուտները գերազանցել է պետության կողմից տրվող դոտացիաներին, այո, մեր համայնքների եկամուտները այս տարի մի փոքր ավելին է, քան պետության կողմից ստացվող դոտացիան։ Դա շատ լավ է։ Այո։ Որտեվ համայնքի կարողությունները, հիմա գիտեք, դա իմ կարծիքով նաև հարկային գիտակցության փոփոխության հետ է։ Երբ որ համայնքի բնակիչը տեսնում է, որ աշխատանք է արվում, այսինքն ինքը տեսնում է, ինքը փողը տվեց, տված փողը ուղիղ ծառայում է իրան, մարդը ոգևորվում, ասում է, այսինքն ավելին տամ, որ ավելին արվի, եւ դա շատ པարզ տրամաբանություն է, եւ իհարկե այն համայնքները, որտեղ արդյունավետ են գործում, բնականաբար մարդիկ ավելի շատ են ոգևորվում։ Հիմա համայնքային տրամաբանությունը շատ կարեւոր եւ էական է, որովհետեւ այո, ես երեկ եմ ասում, եթե համայնքը նորմալ չգործի, կառավարության համար շատ բարդ է մտնել համայնքային բաները, բայց երբեմն օրինակ երեկ Գյումրիից վերադարձից հետ ենք քննարկում, որ եթե զգանք, որ բան կա, խնդրեմ կա, պետք է լծակներ ունենանք, մտնենք մենք ինքներս անենք։ Հիմա երեկ օրինակ Գյումրի Անի թաղամասում ավտոբուսում վերադառնալիս ասում եմ, պետք է մենք լիազորություն ունենք այնտեղ արտակարգ իրավիճակ հայտարարենք, որովհետև բառից մոն իմաստով արտակարգ քարուքանդ, փողոցները քարու, տենց բան ես չեմ տեսել, ես չեմ պատկերացրել, որ Հայաստանում 2026 թվականի Հայաստանում կարան տենց փողոցներ, տենց թաղամասեր լինեն։ Ինչևէ, Աբովյան համայնքի դոտացիան աճել է 141%, այսինքն կրկնապատիկից 41%, կրկնապատիկ 1.5 անգամ։ Հրազդան համայնքի դոտացիան աճել է 164%, Չարենցավան համայնքի դոտացիան աճել է 174%, 1.5 անգամ սխալ ասացի, 141%-ով 1.5 անգամ չի, այսինքն 2.4 անգամ է։ Չարենցավան համայնքի դոտացիան աճել է 174%-ով, Նայիրի համայնքի դոտացիան աճել է 162%-ով, Նոր Հաչնի դոտացիան աճել է 135%-ով, Բյուրեղավանի դոտացիան աճել է 173%-ով, Գառնի դոտացիան աճել է 123%-ով, Ակունքի դոտացիան աճել է 129%-ով, Ջրվեժ համայնքի դոտացիան աճել է
197%-ով, Արզնի համայնքի դոտացիան աճել է 180%-ով։ Այս էլ մեր դոտացիաները։ Դոտացիաները եւ ունենք մեկ համայնք դոտացիա չի ստանում, Ծաղկաձորի մասին է խոսքը։ Դե ինքը իր սեփական եկամուտներով բավականին ինքնաբավ համայնք է։ Իսկ Ծաղկաձորի ճանապարհների ծրագիրը, որոնտեղ էր խնդիրները ծագի, հիմա լուծվում է, պարոն վարչապետ, եւ ասեմ դեռ լուծված չի վերջնական։ Շինարարական փուլում է, երկրորդ ճանապարհը, որ տանում է դեպի Ճոպանուղի, այդ ճանապարհի շինարարական աշխատանքներն էլ արդեն իսկ Իսկ այնտեղ որ հող հատկացրին, որ զբոսայգի պետք է ստեղծվի եւ այլն այդ ընթացքում հաստատվել է արդեն ծրագիրը։ Բայց գետնի վրա դեռ աշխատանքներ չկա, այս տարի կհայտարարվի մրցույթը եւ զբոսայգի է լինելու, համայնքապետարանն է տեղափոխվելու, տեղ ստորգետնյա ավտոկայանա տեղեր է ստեղծվելու այցելուների համար ամբողջ քաղաքի, բավականին լավ ծրագիր է։ Շատ լավ, սիրելի Կոտայքի մարզի սիրելի բնակիչներ, ելի այս սրանք են կրճատ ամփոփ մեր կատարած աշխատանքները եւ ելի ուզում եմ հիշեցնել մեր հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 10-ին Մեղրաձոր, 11-ին Ծաղկաձոր, 12-15 Հրազդան, 1:30 Չարենցավան, 3-ին Արզնի, 3:50 Բյուրեղավան, 4:45 Նոր Հաճն, 6-ին 18:00 Եղվարդ։ Իսկ վաղը երեկոյան արդեն Աբովյանում մեր մեծ հավաքն է լինելու եւ մարզի բոլոր բնակավայրերի բնակիչներին հրավիրում ենք, բայց այսօր Մեղրաձոր, Ծաղկաձոր, Հրազդան, Չարենցավան, Արզնի, Բյուրեղավան, Նոր Հաճն, Եղվարդ։ Ավելացնելու բան ունեք։ Ոչ, պարոն վարչապետ։ Շնորհակալություն այսքան էր մեր եթերը։